ասացի։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ ա եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը, ափսոս էստեղ չեն, ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած, ներողություն, Տիկին Գրիգորյանն էստեղ է, նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ, մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր, երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան, ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին, դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ, դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, հա քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով «Պրիվետ Ռոբ», գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչ էր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է եւ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց եւ հարց չեք տալիս, ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ, պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու, բայց թույլ չի տալիս Եվ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բաներ, ում հետ եք, բա այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ, այդ ժամանակ ում հետ էիք դուք, թե ձեզ ողջունել չի կարելի, իմանանք ուղղակի, ես ուզում եմ հասկանալ էլի, ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում, Ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չան հենց։ Կարող քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց հարեք, ժողովուրդ։ Կօգնենք։ Ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետեւ այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել, ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել, եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, հա, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի, բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան։ Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք, քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ։ Երբ Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Մայրիկը այնտեղ նստած էր, այդ ուր էիք։ Թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք։ Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնվածներին, որովհետև սրանք բաներ են, որոնք մեր երիտասարդները գուցե տեղյակ չեն։ Գուցե այս պահին իրանք TikTok-ում, որտեղ դուք սիրում եք այնտեղ լինել, հայտնվում են ինչ-որ բաներով,
վարքագծին ու խորհուրդ եմ տալիս ֆրակցիաների ղեկավարներին զբաղվել իրենց ֆրակցիայի անդամների բաց թողած դաստիարակությամբ եւ այստեղ նման վարքագիծ չդրսևորեն։ Բայց Աննա Մկրտչյանը մեծ հաշվով իրենց երգը երգված է եւ իրենք էլ գիտեն, որ այն աստիճան գիտեն, որ անհույս է, որ անգամ երևի չեն էլ մասնակցելու ընտրություններին կամ միգուցե թասիպի կընկնեն կմասնակցեն եւ գոնե այտենց 1.5% ձայն կփոշիացնեն։ Դուք իդեպ մի 6-7% փոշիացնելու հավանականություն եք, բայց ավելի մոտ եք անցողի քշեմին։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մի քիչ հետեւողական լինեք, ինչ եք խոսում։ Այստեղ որ խոսում եք, չգիտեմ ինչեր ուտելուց եք խոսում, ճիշտ կլինի Տիկին Խերանյանն էր ասում, ճիշտ կլինի Ռոբերտ Քոչյանի կերասներից խոսեք։ Ասենք ֆիզիկապես կուկուրուզնիկի շենք է կերել։ 10 քաղաքացու գլուխ է կերել Երևանի կենտրոնում։ Ձեր դաշնակցական գործընկերոջ գլուխն է կերել Արագած սրճարանում։ Կամ այդ որ դպրոցներ է կառուցել, ինչի ենք մենք 300 դպրոց կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց կառուցելու։ Հետո էլի ենք կառուցելու, այնքան միջև դպրոցներ կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կամ այդ մանկապարտեզների շենքերից եք խոսում։ Մանկապարտեզների շենք են կառուցել։ Դրա համար երեխեքը հերթի մեջ ծնված օրվանից պետքա գրանցես, որ հերթը գա, որ երեխան գնա մանկապարտեզ։ Որտեւ ինչպես վերջերս թիվ էի հիշում, բայց այսքան չի մոտ 100 մենակ մանկապարտեզ մասնավորեցվել է Երևանում։ Ինչ որ շենք ֆիզիկապես երևի սովետի ժամանակից թեև այն ցեղել է, բայց մասնավորեցվել է։ Էդ է ձեր ստեղծածը։ Կամ կերասների մասին։ Գույք պարտքի դիմաց ձեր ֆրակցիայի առաջին համարը Ռոբերտ Քոչյանը տվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ ուժեղ առաջնորդը այնքան ուժ չի ունեցել, որ այն մարդու ում հետ քիմիա ունի Վլադիմիր Պուտինը։ Ասենք օրինակ Վիետնամը, օրինակ այդքան երևի ուժեղ ղեկավար ունեցել էր, որ մոտավորապես 4 միլիարդ պարտքը ջրվեց Վիետնամի, իսկ 100 միլիոնը Ռոբերտ Քոչյանը որպես ուժեղ առաջնորդ իր քիմիապես կապված առաջնորդին տվեց Հայաստանի Հանրապետության շատ կարևոր ռազմավարական նշանակության տարբեր գույքեր։ Կամ խոսեք օրինակ պաշտոնական թվերով շուրջ 200-250 հազար մարդ արտագաղթած մարդկանցից Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում սա դեռ պաշտոնական թվերն են։ Այդ մարդիկ ինչի արդյունքում են թողել գնացել Հայաստանի Հանրապետությունից։ Միգուցե ձեր բարձր ժողովրդավարական կառավարման, միգուցե, չգիտեմ, օրինակ բիզնեսի զարգացման, քաղաքացիների, ամեն մեկը մի պատճառով թողել գնացել է։ Դրանից խոսեք, հետո նոր ուժեղության մասին խոսեք։ Կամ որ ասում եք բանը, ժամանակս լրացավ, բայց կուզեի այդ հարված ընտանիքի, ինքնության, չգիտեմ ինչի մասին խոսել, Սահմանադրության մասին եք խոսում, ինչի եք հրաժարվել օրինակ այդ հանձնաժողովում աշխատանքներ կատարելուց։ Ինչի եք հրաժարվել, որովհետև գաք այստեղ